շատ էական է հասկանալ ում կարծիքն ես հաշվի առնում։ Վալիդացիան կարևոր բան է։ Հեղինակության հագուստ մենք ենք մարդու վրա հագցնում։ Շատ զգուշ եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր բոլորի կողմից սիրված են։ Ունենալ ինչ-որ մեկին, որ պատրաստ է միշտ ամեն ինչ անի քո համար, իհարկե իդեալական աշխարհի իդեալական հարաբերություններ։ Մի բան հստակ է, հաղթողներին չեն դատում։ Главное в этой жизни найти своих и успокоиться։ Բայց ես այդտեղ մի հատ ավելի ցավալի բան ասեմ։ Դժվար է շատ այդ զգացողությունները, որ դու բոլորից տարբերվում ես։ Մարդիկ առանց սխալ գործելու չեն կարող երբևէ ծանոթանալ իրենց ստվերային կողմերի հետ։ Շատ-շատերը այդ ուրիշների կարծիքից կախվածության մեջ ընկնելով սկսում են լավ վերաբերմունքը գնել։ Բարև ձեզ սիրելի այլ կարծիքասերներ, սիրելի մարդիկ, սիրելի գեղեցկագույն համայնք։ Մենք կրկին շողշողում ենք ձեր հեռախոսի կամ հեռուստացույցի կամ համակարգչի էկրանին եւ հերթական շաբաթ օրը ենթադրում եմ սկսում եք մեզնով, որովհետև ըստ մեր ստատիստիկայի մեր ամենաշատ դիտումները հենց առաջին 24 ժամվա մեջ են գրանցվում, ինչի համար շատ շնորհակալ ենք, նաև շնորհակալ ենք այն բոլոր արձագանքների համար, որոնք ստանում ենք թե ստորիների միջոցով, թե անձնական նամակների միջոցով, թե ինչքան ձեր կյանքը փոխվեց այլ կարծիքից հետո, ինչ մտքեր եք վերցրել, միգուցե ինչպիսի բեկումնային պահեր են եղել ու սրանք բոլորը ցիտատներ են, ձեր յուրաքանչյուր նամակ մեզ աննկարագրելի մեծ ոգևորություն է առաջացնում եւ տալիս է այն ստիմուլը, որ պրոյեկտը պիտի շարունակվի։ Պրոյեկտը շարունակելու համար մեզ ամենակարևորը ձեր բաժանորդագրություններն են նաև իլրումը ձեր հիանալի հետադարձ կապի, որովհետև յուրաքանչյուրի բաժանորդագրությունը ավելացնում է շանսերը մեր ստեղծած պրոյեկտի, մեր բովանդակության հասանելիության ապահովմանը, որը շատ էական կարող է լինել եւս ինչ-որ մեկի համար, ով միգուցե դեռ չի հանդիպել այս փառահեղ կոնտենտին։ Մենք անչափ շնորհակալ ենք Էվոկա բանկին մեզ աջակցելու, սատարելու, մեզ տենց սրտանց սիրելու եւ մեզ հավատալու համար։ Էլի ընթացքում Նելին նախորդ թողարկումից հետո ասաց, որ ես ինտեգրացիաների թագավորն եմ եւ ես համեստ մարդ չեմ։ Ինչ է թագավորը հենց։ Ես համեստ մարդ չեմ կհամաձայնեմ, այնպես որ ընթացքում կներկայացնենք, թե այս անգամ եւ կան ինչ պրոդուկտով է ներկայանում մեր ոդկասթից։ Ես երևի էլ ասելիք չեմ, թե հա Patreon դառնալը միշտ կա ու կա, մի որոշ մի բանով օգնեք, թեմա ամառը, չգիտեմ ինչ կապ ուներ, բայց օգնեք մի բանով, կամ էլ եկեք ուղղակի ոդկասթ նկարելու ռեկ-ընդ-ռոլում, որովհետև ոչ միայն ոդկասթ, մասնագիտական ռիլեր, ինչ որ հաղորդումներ, չգիտեմ, հայաստանյան YouTube-ում շատ բաց նիշաներ կան եւ YouTube-ն այլևս մոնետիզացվում է եւ դուք կարող եք գումար վաստակել YouTube-ով, եթե ունեք content-ի գաղափար, գրեք մեզ, գրեք ինձ, գրեք ռեկ-ընդ-ռոլի էջին, մենք կպատասխանենք եւ միգուցե դուք էլ պսպղաք մեր էկրաններին ռեկ-ընդ-ռոլի ֆանտաստիկ թիմի տեխնիկայի աջակցության, անձամբ իմ ներգրավվածությամբ։ Այդպես Նելին այսօր այստեղ է եւ մենք շատ ուրախ ենք, որ նա այսօր այստեղ է։ Կանցնի հիմա իր աշխատանքային պարտականությունների։ Ինչ ենք մենք այսօր։ Я собралась. Я вижу, что ты не собранная. Сейчас уже я собралась. Как мы вытянем. Что бы ни случилось, этот проект мы вытянем. Շատ ուրախ Ես տեսնում եմ, что ты не собралась. Сейчас уже я собралась. Չմտածես։ Ինչ ենք մենք այսօր քննարկելու։ Ես կարծում եմ, որ էլի բոլորիս համար շատ կարևոր թեմա, որին հետաքրքիր է, որ մինչև հիմա երբեք չենք անդրադարձել, բայց կարծում եմ, որ կարիք ունի քննարկվելու այս սեղանի շուրջ կախվածությունը ուրիշների կարծիքից։ Այո, ու հենց կախվածությունը։ Հենց կախվածությունը։ Այո։
Ընդ որում, երբ ես ու Հայկանը երեք քննարկում էինք այս թեման, դե ինչ ենք քննարկելու, ինչ ենք ուզում ասել, ինքը մի հատ շատ կարևոր նկատառում արեց, որից կուզեմ հենց սկսենք, որ դու շեշտեցիր այդ կախվածություն բառը, որովհետև ես ասում էի, որ ամեն դեպքում հնարավոր չի հասնել այն կետին, որտեղ դու ոչ մեկի կարծիքը ոչ մի հարցում չես հաշվի առնում, որտեղ այդ կարծիքը քո վրա չի անդրադառնում, որտեղ դա քո համար կարևոր չի, ու դու ասացիր շատ կարևոր բան, մի բան է հաշվի առնելը, մի բան է կախվածությունը։ Որտեղ մենք բոլորը սոցիալական էակներ ենք, անհնար է հաշվի չնստել առնվազն կամ չլսել ու չդիտարկել կարծիքներ։ Կախվածություն։ Ու ես հենց քո մասին էի ասում երեք, որ օրինակ քո կարծիքից ես հաստատ դու ինձ ուղեցիր ասիր կախվածություն չի, լավ, ասենք դա բան շատ կարևորում եմ, բայց լինելով մարդով, ամեն դեպքում չեմ կարծում, որ ինչ որ տենց շատ ոչ ինքնուրույն է ու առանց հենարանների է, բայց իմ համար էլի հաստատ կան մարդիկ, ում կարծիքը գերկարևոր է։ Ու եթե ինչ որ իմ համար շատ կարևոր հարցերում նույն դու օրինակ ամեն դեպքում ես տեղանի շուրջ դու ես դրա վրա քո օրինակն ենք վերում, ինչ որ ընել կտրուկ անհամաձայնություն հայտնես, ես կխորանամ ամենակիչը։ Գիտես, կարող է ինչ որ հարցերում անգամ եթե համաձայն չլինեմ, կարող է ինչ որ պահի տակ ընդունեմ, որ մտածեմ, որ կարող է ես չեմ կարողանում տեսնեմ այն անկյան տակ, որի տակ դու ես տեսնում, ասեմ ինչի համար եմ բայց սա ասում։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում որ հաշվի ես առնում ինչ որ մարդկանց կարծիք, շատ էական է հասկանալ ում կարծիքն ես հաշվի առնում։ Միանշանակ։ Այդ մարդուն, երբ որ դու այդքան կրեդիտ ու վալիդացիա տալիս ես, նրա համար, որ ինքը կարող է կարծիք հայտնի, միջամտի, գնահատական բաժանող լինի, հա, քո կյանքի որոշումների ու քո մասին, շատ էական է հասկանալ ինքը իրանից քո համար, քո պատկերացումներով ինչա ներկայացնում։ Դու իրա մտահորիզոնին, արժեհամակարգին, ճշտին ու սխալին, իրա կյանքի, իրա սեփական կյանքի մակարդակով կայացած որոշումներին վստահում ես, թե չես վստահում, քեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս, ինչ կետում է այդ մարդը, հա։ Ու դրա համար եմ ասում, եթե դու ինչ որ հարցում տարակարծիք լինես, ես հաստատ կմտածեմ, որ դե կարող է ինչ որ մի բան ես միգուցե չեմ տեսնում։ Նայն էլ քանի որ իմ ու քո մասին ու ես հստակ գիտեմ իմ կողմում ինչա ու նաև գիտեմ քո կարծիք հայտնելու եւ սպեկտրները եւ անկյունը եւ այլն է, մենք իրարից շատ հաճախ կարծիք ենք հարցնում, որովհետեւ ինձ համար էլ քո կարծիքը, այն, չգիտեմ, եթե կա top 3 կարծիք, հաստատ այդ երյակի մեջ է մտնում։ Բայց ոնց որ դու շատ ճիշտ նշեցիր ու ինքը շատ կարևոր կետ է, մենք կխորանանք։ Կախվածության մասին խոսելիս այնտեղ չեն խորանում, այնտեղ որոշումները կայացվում են այդ կարծիքով պայմանավորված, այսինքն այստեղ արդեն ոչ թե մարդկանց կարծիքն է հետաքրքրում, այլ այնքան սեփականը չունեն ու այդ քո ասած հենարանները չունեն, որ իրանց կյանքն է պայմանավորված, կյանքի ընթացքը, որոշումները, ընտրությունները, ամենը պայմանավորված է հենց այդ այլոց կարծիքով ու դու շատ ճիշտ նշեցիր, շատ հաճախ ու հիմնականում այն մարդիկ, ովքեր հենց կախված են այլոց կարծիքից, երբևէ հաշիվ չեն տալիս այդ այլոք ովքեր են։ Ինչ որակ ունեն կյանքի, ոնց նշեցիր, իրանց կյանքում ինչի են հասել եւ այլն, ու այստեղ շատ մարդիկ նաեւ կախվածություն այդ բացառապես օտար մարդկանց կարծիքից։ Ու այստեղ ես շատ ուզում եմ նաեւ տարանջատել մարդու հեղինակությանը վերաբերող կարծիքները եւ ոնց որ ասեցի, մենք բոլորս սոցիալական էակներ ենք եւ եթե ապրում ենք մի սոցիումում, անհնար է բացարձակ հաշվի չնստել ինչ որ կարծիքների հետ, բայց այդտեղ շատ նուրբ գիծ է անցնում էլի այդ կախվածության տեսանկյունից, որ մենք կատարում ենք որոշումներ, որոնք մեր գիտակցությամբ, մեր արժեհամակարգով, մեր աշխարհայացքով չեն վտանգում մեր անձնական հեղինակությունը, մեր անձնական բրենդը, մեր մասին կարծիքը, հա, յուրաքանչյուրն իր արժեհամակարգից ելնելով։ Այդտեղ որևէ քննադատություն չկա, որևէ ընտրության մասին, հա, որովհետև քանի դիմացինի արարքներն անձամբ ինձ չեն վնասում, ես այդտեղ որևէ ոչ մեկ այդտեղ քննադատելու իրավունք չունի, թե մարդն ինչ կյանքով է ապրում, ինչ որոշումներ է կայացնում, աստծո սիրուն ինքն իր կյանքը։ Ու շատ հաճախ նաև այդ մարդիկ շատ ուժեղ քննադատության են արժանանում հենց այն մարդկանց կողմից, ովքեր շատ կախված են այլոց կարծիքից, բայց վերադառնալով այդ կախվածությունից, մի բան է շատ կարևորելը,
հատուկ են մարդկանց կարծիքը, հասկանալով, որ այդ մարդը ունի բավականաչափ հիմքեր կարծիք արտահայտելու կյանքի փորձ, իմաստնություն, գիտելիք, տեղ քո կյանքում, որը դու ես տալիս բնականաբար մարդուն, բայց այդ մարդը նաև արժանանում է այդ տեղին, որտեղ ամեն մեկը մեր կյանքում ինչ որ չի գալիս եւ տեղ զբաղեցնում, հա, դա ժամանակի ու կյանքի ինչ որ փորձությունների արդյունքում ձևավորվող տեղ է հստակ։ Եվ խորանալը մի բան է, վերլուծելը, համաձայնելը, բաց լինել այնքան, որ քեզ կարող է քննադատական կոնստրուկտիվ քննադատությամբ քո մտերիմ այդ հատուկ են մարդկանցից մեկն ասի, այս sense չի sense է իմ կարծիքով, ու даже իմ կարծիքով չի, вообще sense է։ Ու ես կարծում եմ այդ մտերիմ մարդկանց ֆունկցիան հավաքի քեզ, հա, ես նաև կարծում եմ այդ մտերիմ մարդկան ֆունկցիան նաև առաջին հերթին հենց դրանում է, քան վալիդացիա տալը։ Հա։ Որտեվ եթե նելի ժամանակ առ ժամանակ բավականին սուր այլ կարծիքները չլինեն իմ կյանքում, я поплыву куда-то туда, не туда, ու փորձը դա ցույց է տվել, բայց ընտրում ենք, ում կարծիքին ենք մենք ականջալուր, շատ ճիշտ բառը ականջալուր, ոչ թե կախված, որովհետև ոչ նելին այն ինձ զանգում, որ ես իր տեղը որոշում կայացնեմ, ոչ ես մեկ զանգում եմ։ Որոշում կայացրա ես ի վիճակի չեմ, մասնապես վերջին շրջանում, բայց կատակը մի կողմ, կախվածությունը կարծիքից, մենք հենց դա ենք այսօր քննարկում, ոնց տեսակ, ու ոչ թե կարևոր մարդկանց կարծիքին ականջալուր լինելը։ Ոստեղ շեշտում եմ կարևոր եւ ականջալուր բառերը։ Այդ ականջալուրության տեսանկյունից էլ գիտես, երևի արժի վերլուծել, որ օքեյ լսեցիր, տեսար, որ քո հետ համաձայն չեն, կամ ինչ-որ նոր միտք հայտնեցին, շատ ցանկալի է ունենալ այնքան բավականաչափ ներքին վստահություն ու հենարան, իմանալու համար, որ ես կարող եմ անալիզ անեմ, հասկանամ ես սրա հետ համաձայնվեմ, թե չհամաձայնվեմ։ Ու որ նենց չի, անգամ եթե ես դիմացինի մեջ տեսնում եմ ինչ-որ հեղինակություն, սա իրական մասնագիտական տեսանկյունից էլ կարող է լինի, ու դիմացինը իրոք մասնագիտական հեղինակություն լինի, օրինակ, հա, մենակ անձնական հարաբերությունների տեսանկյունից եթե չդիտարկենք, ամեն դեպքում վերլուծել ինձ համապատասխանա թե անպատասխան չի այն խորհուրդն ու այն կարծիքը, որ ինքը ասում է։ Որովհետև երբ որ մենք հեղինակություններ ենք մեր կյանքում ստեղծում, ամեն դեպքում ինձ թվում է այս էլա շատ կարևոր նշելը, շատ արժի հանել իրանց վրայից մեր օրինակ իլյուզիաները փաթաթած, որ այս էսենց իդեալական մարդ է ու մեծանամ իրա նման եմ դառնալու։ Իդեալականացնելը ուրիշների կյանքը, որովհետև մենք նաև շատ հաճախ ինչ որ պոպուլյար մարդկանցից ոչ պոպուլյար կողքի հարևանը կարող է լինի, հա, այդ իդեալը, փորձում ենք շատ հարմարվենք իր ընտրություններին առանց մեզ անալիզանելու մեզ համապատասխանա թե չէ այդ մարդու կյանքը իր ընտրություններով եւ այլնով, որովհետեւ օրինակ, եթե ես այգալով արդեն կախվածությանը թույլ եմ տալիս, որ իմ վրա ազդի մարդկանց կարծիքը, ովքեր համարում են, որ ես շատ դժբախտ եմ, որ մինչեւ հիմա 4 երեխա չունեմ, իսկ ես ընդհանրապես չունեմ ցանկություն 4 երեխա ունենալու, բայց չգիտես ինչի այդ կարծիքը իմ վրա ազդում է, ու ինձ առհասարակ խորհուրդներ են տալիս, օրինակ ոնց կառուցել իմ անձնական կյանքը, հա, այդ դրա շուրջ հարցեր առաջանում է, որտեվ ամենայն հավանականությամբ այդ մարդը ոչ միտված, բայց տանում է իր խորհուրդներով ինձ դեպի այն կառուցած կյանքը, որ ինքն է կառուցել։ Եթե մի տեսակ ինձ սկզբանե համապատասխան չի այն ինչ որ ինքն է իր համար ընտրել, մի քիչ այդ խորհուրդներին հետևելը տարօրինակ է։ Ու այդ խորհուրդների արդյունքում մտածել, որ դու ինչ որ մի բան սխալ ես անում, ոչ թե մտածել, այլ կյանքի վեկտորը փոխել այդ ուղղությամբ։ Որովհետև այս շատ էական է հասկանալ, որ մենք կախվածություն ենք ձեռք բերում բացառապես այն պահին, երբ չենք ունենում որևէ ներքին հենարան, երբ չենք ունենում որևէ անձնական վերլուծություն այս կյանքի ճշտի ու սխալի, անձնական ճշտի ու սխալի, հա, այստեղ չեմ ուզում ինչ-որ դոգմաներ տարածել, բայց այդ անձնական սեփական ավելի լավ կյանք ունենալու ձգտմանը միտված որոշումները կյանքում եղած դեպքերի վերլուծությունները and lessons learned ասվածը, հա, քաղած դասերը, երբ այդ ամեն ինչը չի լինում, մենք բնականաբար հենվում ենք այլոց վալիդացիայի վրա։ Վալիդացիան կարևոր բան է, ես չեմ հերքում վալիդացիայի ուժը մարդու կյանքում,
բայց random եւ պատահական մարդկանց վալիդացիան այդտեղ շատ լուրջ հարց է առաջանում ինչիա քեզ պետք որովհետեւ ոչ ես ոչ դու ինչ որ կամայական ոնց էին քո հերոսները վաղարշակի կներեք եթե դիտող կա վարդիշաղի կարծիքը իմ համար էական չի իմ կյանքի իմ ապրելու եւ այլնի վերաբերյալ քո կարծիքը իմ համար էական է բայց կրկին ես կախված չեմ դրանից ուղղակի ես քո կարծիքի հետ հաշվի կնստեմ կխորանամ կվերլուծեմ միգուցե ընդունեմ շատ հավանական է որ ընդունեմ որովհետեւ այդ հեղինակությունը դու իմ համար ես վարդիշաղը չի ու ինչ կարծիք ունի վարդիշաղը ես ունեմ բավականաչափ հենարաններ որպեսզի վարդիշաղի վալիդացիան կամ չվալիդացիան իմ կյանքում ոչինչ չի փոխ որտեւ այդ վարդիշաղը վալիդացիա տա ինձ իմ կյանքում ոչինչ չի փոխվելու միգուցե ինչ որ պայտակ ժպիտ առաջացնի բայց կատեգորիկ եւ ինչ որ կազմաքանդման աստիճանի բաներ հաստատ իմ հետ չի լինելու բայց իմ շրջապատում շատ կան մարդիկ ովքեր ընդհուպ մինչև այդ people pleaser ասվածն են դառնում ի վնաս սեփական ինչ որ կյանքի որակի որպեսզի բոլորի կողմից լինեն ընդունված բոլորը իրանց սիրեն ու իրանք լինեն այն հրեշտակը ու ես մի գաղտնիք բացեմ ես շատ զգուշ եմ վերաբերվում այն մարդկանց ովքեր բոլորի կողմից սիրված են անհնար է եթե դու ունես ստержень եթե դու ունես խառնվածք եթե դու ունես սկզբունքներ կյանքի սկզբունքներ սահմաններ անձնական հստակ գծված հենարաններ եւ առհասարակ կարծիք սեփական անհնար է որ բոլորը քեզ սիրեն բացառվում է ինչ որ մարդիկ կսիրեն ավելի շատ քանակությամբ մարդիկ ամենայն հավանականությամբ չեն սիրի, որովհետև բոլորը սիրում են մենակ հարմար մարդկանց, ով քամելոնի նման ամեն շրջապատում այդ գույնն ընդունելով, որևէ ինքնություն եւ բնավորություն եւ ատամ չունենալով, հա, տենց անատամ ինչ որ վիճակներով մտնում է այս կամ այն շրջապատ ու դառնում է բոլորի սիրելին, ում կարելի է աննկարագրելի շահագործել, մանիպուլացնել, նեղել, լծել ինչ որ գործերի է շատ հաճախ աշխատանքի վայրերում է լինում, ընկերների մեջ է լինում, որ տեսնում են ինչ որ մեկը տենց ինչ ասեն համաձայն է, պարզա պետք է ամեն ինչ բարթեն ու այդ շատ ինքնաբերաբար է լինում, հա, շատ քիչ մարդ կա, որ ուղակի չի շփվի նման մարդու հետ, բայց երբ կա հարմար ինչ որ մի բան դու գնում ես ու սկսում ես շահագործել այդ ամենը դա բնության օրենք է դա բնության օրենք է ես այդ միշտ իմ այցելուներին էլ եմ ասում լինելով ես ինքս մարդով որ ներշի շատ միտված է շահագործել բոլորին եթե իմ կյանքում հայտնվում է ինչ որ մեկը ով պատրաստ է իմ համար ամեն ինչ արշախնդիր միշտ գա հասնի օգնի ինձ հարմարվի ամեն հարցում իմ լավը հաշվի առնի դու շատ հարմար է դառնում դու ավտոմատ ուղղակի սկսում ես չնկատես որ դու դարձել ես այն մարդը ով հա շահագործում է այդ լավ վերաբերմունքը ու ինձ էլ շատ զարմացնելու է երբ որ մեկ էլ մի օր այդ մարդը կգա կասի գիտես էլ այտենց չեմ ուզում անեմ ես էլ ամենայն հավանականությամբ իմ մեջ մտածելու եմ էս ինչ վատ դրսևորումներ որովհետև ունենալ ինչ որ մեկին ով որ պատրաստ է միշտ ամեն ինչ անի քո համար իհարկե իդեալական աշխարհի իդեալական հարաբերություններն են որտեղ դու կոպիտ ասած ոչ մեկին ոչ մի բան պարտական չես իսկ քեզ պարտական են բոլորը ու հարաբերությունների բարդությունը հենց կայանում է նրանում որ շատ ցանկալի է որ այդ հարաբերությունների մեջ մտնեն երկու մարդ ովքեր ունեն իրանց պատկերացումները ու փորձեն հարմարվել իրար ոչ թե տենց ինչ որ մեկը միշտ հարմարվի այն մյուսն էլ ընդունի այդ հարմարվելը իրան այդ վերադաս ստորադասի պոզիցիաներում շատ դժվար է կառուցել հարաբերություն, քանի դեռ այդ վերադասը պայմանագրով սահմանված վերադաս չի, ով ունի սահմանափակ արտոնություններ ձեր հանդեպ որպես վերադաս շատ սահմանափակ բացառապես աշխատանքով պայմանավորված ըստ ձեր աշխատանքային նկարագրի, որովհետև շատ հաճախ այդ պայմանագրային աշխատանքային վերադասները մարդկանց նենց են շահագործում, ես ինքս ասում հրաշքան գտնվել եմ այդ վիճակում, երբ ինձ փորձել են շահագործել, արդեն ինչ որ բաներ, որոնք ես չպիտի անեմ, ու կա մի բան, երբ մարդիկ քեզնից օգնություն են խնդրում եւ դու քո բարի կամոք անում ես դա։ Ես միշտ ասում եմ իմացեք բարի կամքի դրսևորումը։ Բարի ու նշեք, որ դա բարի կամքի դրսևորումը, հա,
Այլ բան է, երբ ձեզ ուղակի շահագործում են ու ինչ որ sense ձեր պարտականություններից դուրս մի հսկա շղթա կա, որի համար դուք նույնպես պատասխանատու եք, ոչ վարձատրվում եք, միգուցե, չգիտեմ, մի հատ շնորհակալական նամակ ա գալիս ամեն տարի մի անգամ կամ կորպորատիվի ժամանակ տպտպացում են ուսին, ասում են շատ մալադեցով ձեր վարկերը չեն փակվի, մալադեցով դուք տուն չեք պահի, մալադեցով չեք ճամփորդի ու մալադեցով ինչ որ մի բայի չեք կարողանա սեպարացվել ու միգուցե ձեր անձնական գործ դնել, բայց ամեն դեպքում եթե սեպարացվել եք եւ ձեր անձնական գործը ունեք, կարող եք օգտվել Evoca-ի բիզնես վարկից, որը շատ արագ առանց գրավի, առանց միջնորդավճարների, ձևակերպվում է մինչև 30 միլիոն ՀՀ դրամ կամ համապատասխան արժույթով, 8.72-ից մինչև 17.89% դրույքով, առանց ֆինանսական վերլուծության, որը հիանալի հնարավորություն է տալիս առանց այլոց կարծիքի հետ առերեսվելու, ունենալ այն ֆինանսական անկախությունը, որը կարող է ձեզ տանի բիզնես աշխարհի մյուս աստիճանի վրա ունենալով սեփական բիզնես։ Իհարկե դեռ մի քիչ ավելի շատ եք տանջվելու, որովհետև սեփական բիզնեսում միշտ այ կոնե գիտեք ինչի համար եք անելու, այնպես որ մանրամասնակ թողենք նկարագրի մեջ մինչև 60 ամսով հիանալի հնարավորություն է, եթե ունեք նման միտք ու ունեք ֆինանսական հենարան, Evoca բանկը ձեզ հենարան։ Շարունակի։ Խոսելով վալիդացիայի կարևորությունից, ես քո հետ շատ համաձայն եմ, որ ու այս իրական շատ արժի նշել, որ մենք բոլորս ունենք սիրո ընդունված լինելու, սիրված ու նկատված լինելու կարիք։ Իհարկե։ Ու սա բազային պահանջներից է մարդու, ու սա միշտ է լինելու, ու այո, մենք ուզում ենք այն միջավայրում, որտեղ գտնվում ենք, այնտեղ լինել սիրված ու ընդունված։ Այլ բան է, ինչ ենք մենք պատրաստ այդ կարիքը բավարարելու համար ծառայեցնել։ Այո։ Որովհետև շատ շատերը այդ ուրիշների կարծիքից կախվածության մեջ ընկնելով սկսում են լավ վերաբերմունքը գնել։ Ու նույն բանը անում է people pleaser, հա, ինքը այդ ինձ լավ պահեմ, հնարավորինս լավ դրսևորեմ, բոլորի համար հարմար լինեմ, իրանք շատ սկսում են կարդան դիմացին ինչ է իրանից ակնկալում, հա, այնպես են ժեստերի ու տողատակերի սկսում է հասկանա հա ինձ տեղից ինչ բան է ակնկալվում ու շատ ավտոմատ սկսում է դառնա այն ինչ որ իրանից ակնկալվում է, զուտ նրա համար, որ լինի ընդունված ու սիրված։ Այո։ Ու եթե դուք նկատում եք ձեր մեջ այս խնդիրը, ուղղակի հարցրեք ձեզ, որ պահից է սկսվել այն միտքը, որ ինձ ընդունելու ու սիրելու համար ես պետքա ինչ-որ ինձնից սարքեմ ինչ-որ ուրիշ բան։ Որովհետև այդ ընդունված ու սիրված լինելը այո շատ կարևոր է, բայց ինքը ունի ամենագլխավոր իր կոմպոնենտը, որ ձեզ պիտի սիրեն ու ընդունեն նենց ոնց դուք կաք։ Ցանկացած ուրիշ դրսևորմամբ ցավոք այդ դեֆիցիտը չի փակելու, որովհետև դու քո մեջ գիտես, որ դու ինչ որ բան ֆեյքում ես, դու քո մեջ գիտես, որ հենց ըստ քեզ, հա, դու ցույց տվեցիր քո իրական դեմքը, դու չես ընդունվելու, ու դա միայն հաստատելու է այդ արատավոր շղթան այն տեսանկյունից, որ դե ինձ չեն կարող սիրեն հենց ոնց ես կամ։ Դրա համար այս լավ վերաբերմունքը հետևանքա միայն այն նրա, որ ես բոլորի ասածը լսում եմ, ընդունում եմ ու անում եմ նենց ոնց իրանք են ուզում, հենց ես ինձ տենց չպահեցի, ինչ չեն սիրելու, հետևաբար սեր ստանալու ձևը դա է։ Այո։ Այն դեֆիցիտը, որը դուք ուզում եք լրացնեք, որը կրկնեմ շատ բնական է ու բոլորս ենք ուզում, լրացվում է միայն այն դեպքում, եթե դուք զգում եք, որ ձեզ տալիս են անպայմանական անշահախնդիր ընդունում ու սեր, նենց ոնց դուք կաք։ Եթե դուք գտնվում եք միջավայրում, լինի դա աշխատանքային թե ոչ աշխատանքային, որտեղ դուք կարող եք թույլ տալ ինքնադրսևորվել, դրան զուգահեռ չմտածել, որ սա ունենալու է անդառնալի հետևանքներ ամեն անգամ, որ ես արժանալու եմ քննադատության, որ ինձ այս միջավայրից կհանեն, կսկսեն հետս ընկերություն չանեն, ընտանիքս ինձ կքննադատի, եթե իմանան, որ ես այսինչ բաներն եմ անում կամ այսինչ ընտրությունները ունեմ իմ կյանքում, ինձ կհրաժարվեն, դրա համար ավելի լավ է թող չիմանան։ Ուղղակի եկեք նկատենք, որ անգամ եթե դուք ձեզ համոզել եք, որ եթե ես ուրիշների արածներին, ակնկալիքներին հետևում եմ, ապա ամեն ինչ իմ մոտ լավ է, եկեք նկատենք, որ սա իլյուզիա է ու լավ չի։ Ու այն ակնկալիքը, որը որ դուք ունեք, միևնույնն է չեք ստանում։ Գուցե շատ ավելի արժի ինքներդ ձեր հետ պայմանավորվել, դուրս գալ միջավայրից, որը որ չգիտես ինչի կառուցվել է նրա շուրջ, որ արա այն ինչ որ ես քեզնից ուզում եմ որ լավ լինի, թույլ տալ ձեզ ինքնադրսևորվել նենց ոնց դուք կաք, ես ձեզ վստահեցնում եմ, վաղ թե ուշ ձեր շուրջ կսկսեն հավաքվեն մարդիկ, ովքեր ձեր մասին են։
Ես այս նախադասությունը կներես ընդհատում, չեմ հայերեն ինձ լավ չեմ թարգմանի, դրա համար կասեմ ռուսերեն մի տրիգերվեք խնդրում եմ։ Ես մի անգամ մի արտահայտություն եմ կարդացել, որի հետ շատ համաձայն եմ, главное в этой жизни найти своих и успокоиться։ Ես կարծում եմ, որ դուք ամենտեղ չեք կարող տեղավորվել, ամենտեղ չեք կարող լինել ընդունված, այն որ ուր մտավ բոլորը իրան սիրեցին, գնահատեցին, մի քիչ հայկանի ասած, եթե մարդը ինչ որ ձև ունի, դժվար է, բայց հաստատ հնարավոր է գտնել այն միջավայրը, որտեղ ես համապատասխան եմ, ու ես ես հավատացում եմ դա բավարար է։ Այդ ցանկությունն էլ էլի բոլորս ուզում ենք լինենք սիրված ու ընդունված, բայց այդ ցանկությունն էլ ամենտեղ լինել սիրված, ամենտեղ լինել ընդունված ու հասկացված, ինքն էլ լրիվ ուրիշ ծայրահեղության մասին է, որը առողջ տեղից հաստատ չի բխում, որովհետև առողջ հոգեկառուցվածքով մարդուն պետքա իրա մարդը, վերջ։ Ես այստեղ հենց այդ էի ուզում ասեի, որ աշխատանքային միջավայրներում շատ հաճախ մենք ստիպված ենք լինում դրսևորել որոշակի ճկունություն, որոշակի դիվանագիտություն, որոշակի համբերատարություն եւ մեկ-մեկ ինչու ոչ խորամանկություն։ Եվ ամեն պահի չի, որ մենք կարող ենք ինքնադրսևորվել, հաշվի առնելով, չգիտեմ, վարվեցողության կանոններն այդ ընկերության, հաշվի առնելով ինչ որ կորպորատիվ հիերարխիա, որ կետում ես այդ հիերարխիայի գտնվում եւ այլն, մի շարք այլ ֆակտորներ ու ասելով ինքնադրսևորվել, չեմ ուզում հասկացվի, որ կանոնակարգը խախտելը չի աշխատանքային մարդկանց դեմքին թռնել, վիրավորել եւ այլն, ես ինքնադրսևորվեմ որպես 11-ին գնացող մարդ։ Խոսքը դրա մասին չի, հա, եկեք նաև հասկանանք, որ որոշակի միջավայրներում մենք հայտնվել ենք ինչ որ բանի համար ու ինչպես միշտ նշում ենք մենք ինչ որ բաներ ունենալու համար ինչ որ գին ենք մենք վճարում, իհարկե յուրաքանչյուր ընտրությունն է կախված հանգամանքներից դուք այդ գինը ուզում եք վճարել թե չէ, բայց մենք աշխատանքի գնում ենք գումար վաստակելու համար, մենք աշխատանքի չենք գնում ընտանիք լինելու համար, մենք չենք գնում որ այնտեղ մեզ սիրեն, Աստծո սիրուն թող ինձ ոչ մեկ չսիրի ու աշխատանքային միջավայրում յուրաքանչյուրի պարտականությունն է հարգել դիմացինին, թող գնա տունը նստի աննկարագրելի ուժգին չսիրի ձեզ, դա իրենց գործառույթի եւ ձեր աշխատանքային պարտականությունների մեջ չի մտնում, այնպես որ տենչալ եւ կազմաքանդվել ու կաշվից դուրս գալ, որ ինչ որ մեկ աշխատանքի վայրում ձեզ սիրի, ես դա երբեք չեմ հասկացել, այդ տոքսիկ մոտեցումը, մենք բոլորս ընտանիք ենք, չգիտեմ ոնց են ընտանիք, եթե ամեն երկրորդ քայլափոխին տակդ փորում ու քո մասին վատն են խոսում, շատ ցավում եմ իրանց ընտանիքի պատկերացումների մասին, եթե դա է պատկերացումը, գտեք այն մարդկանց, ում հետ այդ դերերը կատարելուց հետո դուք կլինեք դուք այդ մարդն իմ կյանքում նելինա պլյուս եւս 2-3 հոգի ում հետ ես կարող եմ հանդիպել այդ աշխատանքով պայմանավորված դերերն ու դիմակները դնել մի կողմ ու լինել այն ինչ ես կամ ու չմտածել որ ինչ որ մեկը ինձ նկատողություն կանի, ինչ որ մեկը ինչ որ բան կմտածի, ինչ որ մեկը թարս կնայի, որտեղ դու քո միջավայրում ես, դու քո մարդկանց հետ ես ու հավատացնում եմ 2-3 հոգին, այս սենսա, որովհետև ինչքան մեծանում ես, այնքան քո շրջապատը մաղվում է, մնում են խոշոր խաղացողներով, ովքեր ժամանակով, կյանքով, փորձություններով, անցած ճանապարհով փորձված են։ Ու շատ էական է այդ հարաբերությունների մեջ ձեր դերերն էլ ինչ դերից եք դուք հանդես գալիս, հավասարի, թե ամեն դեպքում էլի շարունակում եք այդ դերը խաղալ, այն ինչ որ աշխատանքի վայրում եք խաղում։ Մենք միշտ կյանքում պետք է ունենանք մարդկանց, ովքեր որտեղ խաղում ենք մեր դերը։ Բայց ես այդտեղ մի հատ ավելի ցավալի բան ասեմ։ Տենց մարդիկ կան, չէ, որ առանց ֆիլտր չեն կարող նկարվեն։ Ու որտեվ իրանք իրանց դեմքն այլևս չեն ընդունում։ Ես շատ այդպիսի մարդկանց ճանաչում եմ, քավլիցի սա քննադատություն չի, ես չեմ ընդունում, երբեք չեմ օգտագործել, բայց այ ոնց որ այդ մարդիկ իրանք ընկալում են արդեն բացառապես այդ ֆիլտրերով մենակ, շատ հաճախ այդ people pleaser-ները այդ հորձանուտի մեջ կորցնում են իրենց ով լինելը, իրանք էլ չգիտեն որն է դեր, որն է իրանք։ Դառնում է շատ խամիլյոնի նման, միջավայրից կախված ես էդ եմ, ինչ միջավայրում որա եմ, այդ եմ այսօր, վաղը ուրիշ միջավայրում եմ, ուրիշ եմ։ Ու այդ շատ տխուր է, այդ շատ տխուր է, ես հիշում եմ իմ տարբեր աշխատանքային փորձեր,
տարբեր ընկերություններում ու ոնց էր շատ արագ ձևավորվում այն մարդկանց շրջապատը, ովքեր քոնն են, որովհետև երբ դու այդ քամելիոնը չես, ամեն դեպքում եթե չգիտեմ էլի աչ ու ձախ ինչ որ վիրավորելու մասին չի դռներ շղկացնելու կամուրջներ այրելու, բայց երբ դու երբ դու տեսակ ունես ու երբ դու սահմաններ ունես, որովհետև այդ սահմանները ի սկզբանե է դրվում ցանկացած շրջապատում, շուրջդ հավաքում են այն մարդիկ, ովքեր այդ սահմաններից ունեն, ովքեր գնահատում են, ովքեր չգիտեն այդ սահմանը ինչը պարզ սկսելու են ցեզ ատել, պարզ սկսելու են վատաբանել, տակփորել, հաճախ ցավոք սրտի տոքսիկ միջավայրներում կա, բայց պետք չի աշխատանքը խառնել կյանքին, կյանքը աշխատանքը ժամանակավոր բան է, որը կարա փոխվի, աշխատանքը միտված է բացառապես գումար վաստակելու եւ ինչ որ մասնագիտական հմտություններ ձեռք բերելու, որ դուք դրա դիմաց լիքը բան եք տալիս, հա, դա փող շահավետ համագործակցություն է, դուք չեք գնում այնտեղ ուղակի փող ստանում, մի խառնեք կյանքն աշխատանքի հետ ու ել եմ ասում, եթե բոլորը ձեզ պայն ձեր շրջապատում սիրում են, we have a problem. Հա։ Հետո գիտես, այդ ասեղի վրա շատ նստում ես, որ մի քանի անգամ մի քանի միջավայրում հասկանում ես, որ ես կարող եմ լինեմ այն սիրված գնահատվածը, դու հետո դա ակնկալում ես մնացած ուրիշ միջավայրերում։ Այո։ Նույնը դու աշխատանքի վրա օրինակը բերեցիր, բայց հանգիստ կարող է լինի դպրոցում, համալսարանում, ընկերական միջավայրում, երբ որ դու ակնկալում ես, որ դու մտել ես ինչ-որ նոր միջավայր, նոր ընկերական միջավայր, հա, ու այնտեղ պետքա լինես sense բոլորի կողմից վալիդացվածը, գնահատական ստացածը, ու դու չես նկատում ինչքան բան ես սկսում դրան ծառայացնես։ Այս մարդիկ գիտեն իրանց մասին, որ ամեն քայլը ենթարկվում է ցենզուրայի, այսինչի ինչ կմտածի, ինչի ինչ կասի, իսկ որ սենց անեմ, սկսում են կարդան դիմացին ռեակցիաները, adekvat կամ ոչ adekvat, կարող է ճիշտ կարդան, կարող է սխալ կարդան են ինչ որ իրանք են ուզում։ Ու այդտեղ այո դու շատ ճիշտ ես, համ կորում է քո եսը, համ կորում է առհասարակ հարաբերվելու իմաստը։ Որովհետև դա դառնում է ինչ որ process, որտեղ ես անում եմ ինչ որ դուք ուզում եք, դուք անում եք այն ինչ որ ես եմ ուզում, այդ բացերը լրացնելու շուրջ հավաքվում ենք ու ծրվում ենք տներով, կոպիտ ասած, այնինչ որ իրական հարաբերությունները հենց դա շատ ցանկալի է որ պարունակեն իրանց մեջ այդ զգացողությունը, որ դու այնտեղ գնում բախվում ես ինչ որ չհասկացված լինելուն, գնում բախվում ես այն նրան, որ դիմացինը հայլուպես քեզ ցույց է տալիս ինչ որ process-ներ, ոչ թե անverջ վալիդացնում է, ու ցույց է տալիս քո իրական process-ները, ոչ թե ինչ որ դու այնտեղ ուզում ես տեսնես կամ ինչ որ դու գնել ես, որ այնտեղ տեսնես։ Այո, ես տենց մի ընկերուհի ունեմ, էլի people pleaser, հիանալի անձնավորություն, իրոք շատ լավ անձնավորություն է, ու մի օր ես իրան հարց տվեցի, ասեցի լսի, դու այսքան որ անում ես քո այդ անթիվ անհամար ընկերների համար, քո շրջապատում, քո նման ընկեր, ով է քեզ, որ նույն բանն է հետ տալիս քեզ, ինչ դու ես տալիս, ոչ թե նրա համար, որ դու տվել ես, այլ որ ինքն էլ է ուզում տա, որ ինքն էլ է ուզում քեզ լավ լինի, որ ինքն էլ է ուզում քեզ, չգիտեմ, անակնկալ մատուցի, քեզ հաճելի պահ լինի, հոգ տանի քո մասին։ Եվ մի 10 րոպե լուր մնաց, ասեց 2 հոգի, միշտեր իր շրջապատը սենց ավի, բավականին լայնն է։ Ասի դե գնա մտածի այդ մասին, ինչի են քեզ են մնացած, հա թող լինեն շրջապատում աստծո սիրուն, բայց նախ ես շատ ուզում եմ այդ ընկեր կոնցեպտին անդրադառնալ, որ ամեն ծանոթ կամ ամեն լավ ծանոթ կամ ամեն մտերիմ ծանոթ կամ լավ ժամանցի մարդ ընկեր չի, ես իմ շրջապատը մեղմ ասած բավականին լայնն է, բայց այդ լայն շրջապատից ես ունեմ մի ձեռքի վրա, մի մատերի վրա այդ հաշվող ընկերների քանակ, հա, մաքսիմում 5 ու երևի էդ էլ եմ շատ ասում, որ սենց ընկեր են ու չի քննարկվում դա ու դա փոխադարձ է, մնացածը տարբեր ժամանակներում տարբեր դերեր են կատարում իմ կյանքում, որ ես իրանց կյանքում եւ ես իրանց չեմ շահագործում, որտեւ ես էլ եմ իրանց կյանքում ինչ որ մի բանի համար, ինչ որ դերի համար, ինչ որ զանգի համար, ինչ որ օգնության համար, պազերշտի համար հրաժջան, բայց
That's not what you thought. Բայց ընկերությունը այդ այնա երբ դու ստանում ես ровно այնքան ինչքան տալիս ես առանց ակնկալիքների, այսինքն դու չես անում նրա համար, որ քեզ էլ Այստեղ անեն։ կարող եմ ավելացնեմ, Երկու բան ասածիդ մեջ կա ճշմարտություն, բայց ես մի հատ իրան մյուս կողմից էլ կուզեմ անդրադառնամ։ Ես ես միշտ ասում, շատ արժի ամեն մարդ իրան հարցնի, ինքը ոնց է համարում, ինչ են պարտական իրան իր կյանքում գտնվող մարդիկ։ Որ ու հենց այս ձևակերպումով, որովհետև եթե դու ուզում ես իմ կյանքում լինես, ուզում ես իմ ընկերը լինես, եթե չես ուզում, բացարձակ խնդիր չկա, ինչ ուզում ես արա։ Բայց եթե ինչ որ նկրտում ունես իմ հետ հարաբերվելու, դու ինչ որ բան ինձ պարտավոր ես հարգել, ժամանակ տրամադրել, եթե ես ունեմ, ես գիտես ինձ մեկ պատմություններ են պատմում, չգիտեմ, ընկերուհուս զանգեցի 5 օր հետո հետ զանգեց, ասենք բացառվող բան է իմ համար։ Հա, այդ պահին կարող է, ասենք, չպատասխանի, բայց այդ 5 օր հետո կարող է բան ա եղել, կարող է բան ա պետք, ասենք, այդ որն է։ Ես մեկ տենց անում եմ, բայց այդ միտումն ա, որ ես կարող մոռանամ հետ։ Հա, չէ, դե հետ նորից կզանգենք։ Հա, այո, չէ, կան մարդիկ, ես նկատում եմ, ասես բոլորը գիտեն իրանց շրջապատում մասին ա խոսքը, հա, երբ որ այդ մարդը հարցականի տակ է կապի դուրս գալու է, թե չէ։ Ու դուրս է գալիս ըստ ցանկության ու ըստ հավեսի։ Օրինակ, հա, սկսած տենց բաներից, վերջացրած, հա, եթե դու ուզում ես իմ ժամանակը ու լավ վերաբերմունքը, դու էլ ես ինձ պարտավոր դա հետ վերադարձնես, հա, ոչ թե ես տեղ կամ ամեն ինչ քո համար, իսկ երբ ինձ է պետք, դու հա զբաղված ես, դու ժամանակ, դու հիվանդ ես, դու ինչ որ ուրիշ գործեր ունես, բայց ոնց որ թե իմ ժամանակը ընդհանրապես չունես։ Ու մի տեսակ հարց առաջանում, բա ինչ պետքա տան ինձ։ Լավ, օքեյ, ես տվեցի, ես շատ լավ ընկեր եմ եւ այլն, բա ինչ պետք է տան։ Ինչա շատ լավ հարց է բոլոր հարաբերությունների մասին այդ հարցը տալ, որովհետև այդ փոխադարձությունը ուղիղ այնքան ինչքան դու ես տալիս։ Եթե այդքան պատրաստ չեն, գուցե դու էլ քոնը իջացնես այդ դեպքում, հա, բայց ամեն դեպքում ինքը կարևոր է շատ հակառակ բaragայում, այո, հայտնվում ենք հենց այդ people pleasing-ի սահմաններում։ Իսկ բացի ընկերության կոնտեքստից, ես ճիշտ ասած նաև կուզենայի քննարկեինք հանրային կարծիքից կախվածությունը, լայն առումով։ Որովհետև գիտես, էս էլ է բարդ թեմա, հատկապես ինչքան փոքր ես, ինչքան քիչ են հենարաններդ, որովհետև երբ որ դու արդեն մեծ ես, քո աշխատանքը, քո ֆինանսները, քո սեպարացիան, քո տունը, քո մեքենան, քո ամեն ինչը ունես, արի իրար հետ համաձայնվենք հեշտ է ավելի չլինել կախված։ Դու ինչ որ կյանքի փորձ ունես, հենարաններ ունես, դու գիտես դու ով ես, դու արդեն ինչ որ կառուցված միջավայր ունես, հա, քեզ այդ չընդունված լինելը այդ աշճան չի քանդում։ Երբ որ դու ավելի փոքր ես, նոր ես, հա, մտնում այդ ինքնակայացման ճանապարհի մեջ անվանենք դա այդպես, դժվար է շատ։ Ու դժվար է շատ այդ զգացողության հետ, որ դու բոլորից տարբերվում ես։ Բոլորից հավաքական տեսանկյունից եսի նկատի ունեմ, ոչ թե քո աշխատանքի տեղը, հա, կամ այնտեղ, չգիտեմ, համասարանում, այդ զգացողությունը, որ ոնց որ ես այդտեղ իմ տեղը չեմ գտնում, ես black sheep, հա, ու սա միանշանակ իհարկե բան է, այդ կոգնիտիվ բան է, խանգարում է, ոնց ես իսկաժենիա է, հա, կպած կթարգմանես, խեղաթյուրում, հա, որովհետև միանշանակ նես չի, որ ոչ մեկ քեզ չի հասկանում, այդ գալով նրան հաստատ հնարավոր է գտնել մարդկանց, ովքեր քեզ հասկանում են, բայց քանի դեռ դու են կետում ես, որտեղ քեզ թվում է, որ ուր նայում ես, քեզ չեն հասկանում, քննադատում են, որ դու ունես ինչ որ ընտրություններ ու ցանկություններ, որոնք լայնորեն քո լայն ընտանիքի միջավայրում թեկուզ եթե տենց վերցնենք, հա, ընդունված չեն, դժվար է։ Ու ես իրոք դժվարությունը հասկանալով, բայց ամեն դեպքում շատ ուզում եմ խորհրդամ բոլորին, ովքեր գտնում են իրանց այս իրավիճակում, ինքներդ ձեզ հիշեցրեք, որ ամեն դեպքում ձեր կյանքը դուք եք ապրելու ու օրինակ այսօրվանից 25 տարի հետո դուք եք կանգնելու այն մտքի առաջ, որ ինչ որ բաներ նենց չարեցի, ինչ որ բաներ պակաս արեցի, ինչ որ բաների մուզածով չարեցի, հաստատ հանրությունը չի որ կանգնելու է։ Հանրությունը չի որ ձեր տեղը ձեր վատ ընտանիքում է ապրելու, որ չբաժանվեք, որովհետև կքննադատեն, հանրությունը չի որ ձեր երեխային պահելու է, ֆինանսապես հանրությունը չի այն երեխային, որին որ դուք այս պահին պատրաստ չեք ունենաք, որովհետև համարում եք, որ ֆինանսապես կայուն չեք։ Հանրությունը չի որ ձեր տեղը դիմանալու է abuse-ին կամ վատ աշխատանքին, հանրությունը չի որ ձեր տեղը, երբ որ դուք հենարաններ չունենաք, փողա տալու ձեզ ֆինանսապես ապահովի, որովհետև ձեզ մինչև այդ սովորացրել էին, որ աղջիկ ես կարևորը սիրուն լինես, հանրությունը
հաջողությունը չի այդ ամեն ինչ Կտորմը անելու։ երկինք կինոն հիշեցի, որտեղ քահանան ասում է համայնքը զորավոր է, երբ Թորիկը անարագին հետ ամուսնացավ ու այդ աշխարհի ամենատոքսիկ вообще կինո դրվագն է, որ կարա լինի, երբ մարդուն պարտադրում են այդ հանրային կարծիքը, բայց ես այդտեղ մի բան էլ ասեմ, դու տարիքը նշեցին, ինչ հետ ես շատ համաձայն եմ, բայց 20-ից 30 տարեկանը սխալվելու տարիքն է։ Միանշանակ, լրիվ հետդ համաձայն եմ, իհարկե 30-ից հետո սխալվելը մի քիչ ավելի թանկ է նստում։ Կորցնելու բանն է շատ։ Ու այդ եմ ասում, այդ վճարվող գինը ավելի մեծ է ու կորցնելու բանն է շատ ու այդ տարակուսանքն է ավելի շատ, հա, որովհետև 30-ից հետո դուք ավելի լայն շրջապատ ունեք, մարդիկ ում անձամբ եք ճանաչում, ոչ թե անծանոթ մարդիկ, պատասխանատվություններն են շատ, ամեն դեպքում դուք ինչ որ մեծական կյանքով եք սկսում ապրել, մեծական պարտականություններ ունեք, մեծական ցավեր ունեք վերջի վերջո 20-ից 30 տարեկանը այդ սխալվելու տարիքն է ու ես շատ ցավում եմ, որ այդ անսխալականության միֆը տարածվել է, որ դա մի մեծ հանցագործություն է սխալ գործելը, մարդիկ առանց սխալ գործելու չեն կարող երբևէ ծանոթանալ իրենց ստվերային կողմերի հետ, իրենց կույր զոնաների հետ, բացահայտումներ իրանք մասին կյանքում չեն կարող անեն, եթե դու չես սխալվել, եթե դու չես մտել միտեղ, որտեղ անծանոթ է քեզ, մատդ ամեն դեպքում մինչև մի օր մատդ չմտնի այդ ռազետկայի մեջ ու տոկը չխփի, դու չես հասկանում, որ այդ վտանգավոր է, թե վերցնենք այդպես փոքր երեխաների մեջ չեմ ասում տարեք մտցրեք, բնականաբար, բայց չի էլի եմ ասել, չես կարող ուրիշի փորձի վրա սովորես, որովհետև Նելին կյանքի X իրավիճակում դրսևորվում է մի կերպ, ես այդ նույն իրավիճակում դրսևորվում եմ լրիվ ուրիշ ձև, ու այն սխալը, որ անում է Նելին, ես չեմ կարող նայեմ դրան սովորեմ, որովհետև ինքը ուրիշ ձև է այդ հարցը լուծում, ու ինքն էլ չի կարող նայի ինձ սովորի, որովհետև ես եմ լրիվ ուրիշ ձև, ու տենց յուրաքանչյուրը իր տեսակին համապատասխան լուծումներ է տալիս ու տեսակին համապատասխան սխալներ անում, քանի որ դա ձեր կյանքն է, դուք պետք է ապրեք։ Նելին շատ ճիշտ ասում, ոչ մեկ չի գալու ձեր դժբախտ կամ վատ կամ չստացված կյանքում ձեզ օգնության ու այդ կյանքը իրանք չեն ապրելու։ Ու մի բան հստակ է, հաղթողներին չեն դատում։ Այդ ճակատամարտների մեջ անցնելուց դատավորներ շատ են լինում, բայց հաղթողներին ոչ մեկ երբեք համենայն դեպս բարձրաձայն չի դատում, որովհետև երբ դուք հաջողակ եք, երբ դուք կայացած եք, երբ դուք ունեք power-ը ոնց է հայերեն, ուժ, ներուժ եւ ռեսուրս, իշխանություն, այս բառն իման գալիս, այդ բոլոր քննադատողները դառնում են ձեզնից կախված։ Դրա համար ամեն դեպքում, եթե ինչ-որ մի բան կախվածություն ձեր կյանքում պետք է լինի, գոնե ինձ արեք, որ ձեզնից կախված լինեմ, ոչ թե դուք կախված լինեք։ Ես մի բան էլ ասեմ, իական այդքան վախենալու չի չընդունված լինելը, կամ քննադատված լինելը։ Ինչքան վախենալու է ապրել ինչ-որ անիրատեսական fake իրականության մեջ։ Իհարկե։ Որտեղ որ գուցե դու հետևում ես գրված ու չգրված օրենքներին ու կարծես թե դրա հաշվին ընդունված ես, բայց դու քո մեջ գիտես, որ դու ապրում ես ոչ քո կյանքով, իսկ այդ զգացողությունը իրականում բոլորի մոտ, ովքեր որ ոչ իրանց կյանքով են ապրում, կա իրանք գիտեն ինչի մասին է խոսքը։ Երբ որ դու գիտես, որ դու շփվում ես մարդկանց հետ, ովքեր քո մասին չեն, երբ որ դու ապրում ես այդ ադրենալինի վրա, իսկ դա ահա որ մեծ լարվածություն է, որ ես պիտի անընդհատ զգուշ լինեմ իմ ինքնադրսևորումների նկատմամբ, թե չէ մի քիչ ես կողմ են կողմ, դա քննադատվելու է ու ես չեմ ընդունվելու։ Ես պիտի անընդհատ շարունակեմ գնեմ այդ լավ վերաբերմունքը, սերը, ու չգիտես ինչի ինձ թվում է, որ եթե տենց չեղավ, աշխարհը կքանդվի։ Ես կքանդվեմ, աշխարհը կքանդվի, ես դες հավատացնում եմ, եթե անգամ դա նախ տոտալ մենակությունը ես ունեմ խորքային համոզմունք, որ հնարավոր է կամ ընտրել տոտալ մենակությունը, երբ որ քեզ ոչ մեկ չի հասկանում, ոչ մեկ չկա, ոչ մեկ չի սիրում, կամ ինչ որ հոգեբանական խնդիրներից, հա, չկան մարդիկ, ովքեր ոչ մեկին դուր չեն գալիս։ Каждый твари попари։ Դա կարող է չլինի մեծ միջավայր, որովհետև օրինակ Հայկանը ասաց, որ 2-3 հոգին բավարար է, ես ընդունում եմ, որ կան մարդիկ, ում բավարար չի։ Ենթադրում եմ, բայց ինքը շատ մոտիկ մարդկանց մասին էր խոսում, այդ 2-3 հոգուց դուրս դուք կարող եք ունենալ մեծ
շրջապատ, հա, միջավայր, որտեղ կարող է 100% ամեն ինչը չի համընկնում, հա, բայց դուք զգում եք, որ դուք այնտեղ ընդունված եք, որ դուք կարող եք ձեր մտքերը ցենզուրայի չենթարկեք, որ դուք կարող եք չվախենալ ձեր ընտրություններն ու ձեր կարծիքը բարձրաձայնեք, հա, ոչ թե որ վայ, ես ինչը, գիտես, այդ նաև չընդունված լինելու վախի մեջ չհաջողելն է շատ մտնում, որ ոնց կարող էիր դու այդ իդեալական կյանքով ապրող իդեալական մարդ մեկ էլ հայտնվեիր ոչ իդեալական պայմաններում առերեսվել անհաջողության, բաժանվել, օրինակ, հա, գալ որոշման, որ ես որոշել եմ 4 ամիս, 6 ամիս չաշխատեմ, ընդհանրապես չաշխատեմ։ Որոշել եմ մասնագիտություն փոխեմ, միջավայրում, որտեղ շատ ընդունված է, որ բոլորը սենց ուспешный успехի ջաթագովներ են ու տենց ապրում են այդ դրա շուրջ։ Այդտեղ էլ է շատ վախենալու ասել, ես ձեր պես չեմ ուզում։ Բայց կրկնեմ, ուղղակի սիրելիներ, որ դրա ետևում կանգնած է ուղղակի մի բան, ոչ ձեր կյանքը ապրելը։ Ու ոչ մեկ ձեզ չի հետ գալու տա այդ բաց թողած շանսերը, որտեղ հնարավոր է ընտրել լինել են ինչ որ ես ուզում եմ լինել։ Ցանկացած դրսևորման մեջ էլի եմ ասում, անգամ եթե դուք շփվում եք մարդկանց հետ, ում հետ չեք ուզում շփվեք, կամ շփվում եք հստակ գիտակցելով, որ այս մարդը հիմա ստեղ է, իր շահից ելնելով կամ նրանից ելնելով, որ ես շատ հարմար եմ, հենց ես հարմար չեղա, ինքը ստեղ չի լինելու։ Այս sense մարդիկ շատ վախենում են դրանից հետո, որովհետև ի շարունակություն ասելու են, բա մենակ մնամ։ Դուք արդեն մենակ եք։ Այդ ներկայության իլյուզիան ինքը ոչ մի բանի մասին է, դուք արդեն մենակ եք։ Այն որ դուք այդքան չեք կարողանում թուլանալ ձեր շփումների մեջ, անձնական ոչ անձնական, մտերիմ ոչ մտերիմ, արդեն խոսում է նրա մասին, որ դուք մենակ եք։ Ես դες հավատացում որակական մեծ տարբերություն չի լինելու։ Դες ինչի հետ զուգահեռ նրանցան մտքումս, այդ շատ նման է մեր սիրելի նարցիստիկ խանգարումների հարաբերություններին, երբ դու միշտ ու անընդհատ այդ մրցավազքի մեջ ես ձգտելով կատարելության եւ իդեալականության, որ ամեն ինչ լինի այն որ թելը թելի վրա, գեղեցիկ, էսթետիկ, Դու գիտես ինքը քեզնից ինչ է սպասում։ Ու հստակ գիտես որից հետո ինչ ասելու քայլերի հաջորդականությունը, եթե ապաները սահմանը անցնելու, այո, ու այդ հարաբերություններում ու ես սա գիտեմ ոչ թե ադրենալինը գրքերից այդ ինֆորմացիան դա հավերժ պայքարա ոչ մի բանի համար։ Հավերժ պայքար ու այո դու այդ հարաբերություններում շարունակում ես մնալ մենակ ու շատ նմանակո ասացին, որովհետև ինչ որ մի բան այդ հարաբերությունների ավարտից հետո զգում ես որ կյանքդ կամ չի փոխվել կամ ավելի լավն է դարձել։ Իսկ եթե ինչ որ մարդու հետ չշփվելով ձեր կյանքն ավելի լավն է, ուրեմն ընդհանրապես պետք չի այդ մարդուն կյանքում ունենալ երբեք։ Ես մի բան էլ ասեմ, կյանքում երբեք դատարկ տեղեր չեն մնում։ Եթե դու չես ուզում գիտակցաբար այդ տեղը դատարկ պահես, ազատ եք տեղը, նոր մարդիկ կգան։ Այո։ Կարող է ինչ-որ մի պահ հայտնվեք ինչ-որ վակուումի մեջ, ինչ-որ մի շրջան լինի այդ մենակության զգացողությունը, բայց ես դες հավատացում եմ, դատարկ տեղը միշտ լցվում է։ Եթե չանեք ամեն ինչ նրա համար, որ չլցվի մեկ կամ արհեստականորեն տեղը զբաղված չպահեք, որովհետև վախենում եք ինչ-որ բանի հետ առերեսվեք։ Փորձեք ժամանակ առ ժամանակ մարդկանց ու բոր կանել։ Այդ ոնց որ դարակն եք անում, չգիտեմ, տարին մեկ մարդկանց ու նաև այն մարդկանց ում տվել եք գնահատական տվողի դերը։ Այո։ Այս մի բան էլ էլի ասեմ, մոռացա, ես հիշում եմ, որ սա շատ ուզում եմ նշել։ Հեղինակության հագուստ մենք ենք մարդու վրա հագցնում։ Հետևաբար մենք էլ հանողն ենք։ Մենք ենք տալիս դիմացինին այդ ուժը, ներուժը, հա, գիտակցական կամ ոչ գիտակցական, մեզ դատելու իր գնահատականից կախված լինելու։ Ես իմ այցելուները այս օրինակը անգիր գիտեն, որտեղ լինում է մի քանի անգամ եմ այս նույն բանը կրկնում, եթե հիմա օրինակ դու ինձ քննադատես նրա համար, որ իմ մազերը կապույտ են, ես լավագույն դեպքում գալու եմ եզրակացության, որ դու ունես հոգեկան խնդիրներ։
Կամ դալտոնիկ եմ։ Չեմ խորանալու, հասկանում ես, հաստատ չեմ խորանալու նրա մեջ, որ դու նոր ասացիր, որ իմ մազերը, որտեվ ես իմ մասին գիտեմ, որ իմ մազերը կապույտ չեն ու խնդիրը քո տեսածի մեջ է։ Եթե դու գաս ինձ ասես, օրինակ, եթե ես ունեմ կասկածներ նրա մասին, որ ես բավականաչափ էմպաթիկ չեմ, ու դու գաս ինչ որ մի հատ տենց հումոր, մեկնաբանություն, կարծիք հայտնես նրա մասին, որ ես այս ինչ հարցում բավականաչափ էմպաթիկ չէի, դա ինձ կպնելու է։ Ես դրա մեջ խորանալու եմ, ես նեղվելու եմ նրանից, որ դու այդ նկատեցիր, ու սա միշտ են նրա մասին է, որ ուրիշներ նկատում են, ինչ որ ինձ թվում էր, ես շատ հաջող թաքցնում եմ։ Ու երբ որ եկան ու նկատեցին ու կպավ իմ ներսին, այն նրան ինչը որ ես իմ մեջ էլ էի իմ մասին մտածում, այդ ժամանակ դա անցալվում է ցավոտ։ Բայց մարդու դերը ով ինձ կարողա ցավացնի, ես եմ քեզ տվել։ Ես եմ որոշել, որ այդ կարող է ինձ ցավացնի, ես եմ թույլ տալիս, որ քո կոմենտը ինձ ցավացնի, ես իմ մեջ իմ հարցը չեմ լուծել իմ էմպաթիայի հետ կապված հարցերի, որ դա թույլ եմ տալիս, որ մի հատ է դրսից իմ վրա անդառնա։ Այդ օրինակ էր, չէ։ Ուզում եմ ասեմ, նկատեք ոնց եք դուք այդ գերբնական ուժով օշտում ինչ որ հավաքական կամ ոչ հավաքական մարդկանց գնահատականներ բաժանել ձեր որոշումների մասին։ Այո, շատ Ու եթե դուք եք իրան այդքան մեծացրել ձեր աչքերում, դուք ել եք փոքրացնողը ու իրա ճիշտ տեղ վերադարձնողը, ոչ թե ինչ որ միգուցե անպայման չի վերացնելու մասին այդ մարդուն ձեր կյանքից կամ չշփվելու, հա, ուղղակի ինչ որ օբյեկտիվ ու adekvat տեղ վերադարձնելու համար։ Ոչ թե այդ բանն են, գիտես, սպորտային Սարիվ Նավանյան։ Մրցումները։ Մրցումների ժամանակ, որ ինչ որ օրինակ գեղասահքի ժամանակ, հետո վերջում գնահատականներ են չբարձրացնում։ Այդ շատ մարդ ապրում է այդ զգացողության մեջ, որ ինքը ինչ որ բեմի վրա է կանգնած, այնտեղ պիտի ինչ որ ինքնադրսևորվի ու հետո վերջում գնահատականներ բարձրացնեն։ Ու այն մարդիկ, ովքեր այդ գնահատական բարձրացնողներն են, դուք եք իրանց ընտրել։ Այստեղ շատ լավ կլինի այս պարագայում մի հատ կանգնել հայլու դիմաց, ինքներդ ձեզ գնահատական տալ, որովհետև ու շատ անկեղծ, ու շատ թափանցիկ, ու շատ բաց, որովհետև դա ամենակարևոր գնահատականն է, որը պիտի փնտրեք այս կյանքում։ Ամեն տարի, ամեն ամիս, միգուցե կանգնեք ու գնահատական տակ։ Ու սա չի նշանակում ինքնախարազանվել, սա չի նշանակում ձեր ներքին քննադատի հետ տետ-ա-տետ նստել, որոշել ինչ է, ինչի ձեր հետ։ Սա նշանակում է օգնել ինքներդ ձեզ, ձեր լավագույն կյանքն ունենալ, իսկ դա հնարավոր է միայն սեփական կարողությունները, պոտենցիալը, վարքը, ապրելակերպը, աշխարհայացքին օբյեկտիվ գնահատական տալ, չքլնգել, չպարսավել, ուղղակի օբյեկտիվ գնահատական տալ, կանգնել ու ասել Հայկան ջան, այս ամսվա մեր ապրածից մենք գոհ ենք, գոհ չենք։ Ես Որպես կանոն պատասխանը։ Ես այս ամսվանից вообще գոհ չեմ, բայց այդ հարցը տալուց իրոք անկեղծ պատասխանել ու ասել լավ, բա ինչ անենք։ Ու այս պարագայում եթե չգիտեք ինչ անեք, զանգում եք ձեր մոտիկ մարդուն ու ասում եք չգիտեմ ինչ անեմ, ու այս դաժե կատակ չի, որտեղ մոտիկ մարդիկ դրա համար են, ոչ թե վալիդացիա տալու։ Եվ կրկին հիշեցնեմ, որ անկախ ամեն ինչից, ինչ կկորցնեք դուք կյանքում, մենք բոլորս ունենում ենք կորուստներ, մենք բոլորս ունենում ենք բեկումնային պահեր, մենք կյանքը վայրեջքների եւ վերելքների մասին է, ու ինչ ուզում եք կորցնեք այս կյանքում, դուք ունենալու եք ձեզ, կարևորը ձեզ չկորցնեք։ Այդ միակ բանն է, որի կորուստը անդառնալի է։ Ես հիմա գիտեմ, որ նայում են մարդիկ, ովքեր ունեն շատ լուրջ կորուստներ իրենց կյանքում, սա բնավ չի արժեզրկման միտում չունի, ես ինքս ունեմ կորուստ իմ կյանքում, ընտանիքի անդամի, ես նաև կորցրել եմ ինձ, եւ ես դες վստահեցնում եմ, այդ կորուստներն իրար հետ համեմատելի չեն։ Ինչ լինի դուք ունեք ձեզ ու ամուր պահեք ինքներդ ձեզ, աշխատեք ինքներդ ձեզ հետ, ընկեր եղեք ինքներդ ձեզ, տիրություն արեք ինքներդ ձեզ, հոգ տարեք ինքներդ ձեր մասին, ոնց կհոգաք օրինակ ամենամտերիմ մարդու մասին կամ ձեր երեխայի մասին, որովհետև դա է գրավականը սեփական անձի ավելի լավ տեսակը դառնալու։ Իսկ ամեն դեպքում եթե ձեզ ֆինանս նախանգարում,
եւ եթե դուք ունեք ինչ-որ նախաձեռնություն ձեր ավելի լավ տեսակը դառնալու համար, չգիտեմ, դուրս եք եկել տոքսիկ աշխատավայրից եւ ուզում եք ինչ-որ բան նախաձեռնել, դուք կարող եք Էվոկաբանկով ունենալ արագ բիզնես վարկ, որը տրամադրվում է հիմնական միջոցներ ձեռք բերելու համար, ընթացիկ ծախսեր ձեռք բերելու համար, վարկը տրվում է միայն երաշխավորությամբ, առանց հայտի ուսումնասիրության, առանց գրավի, առանց ֆինանսական վերլուծության, մինչև 60 ամիս ժամկետով, մինչև 30 միլիոն ՀՀ դրամ կամ համապատասխան արտարժույթով եւ 8.72%-ից մինչև 17.89% տոկոսադրույքով։ Այնպես որ կրկին ունեցեք ինքներդ ձեզ, ունեցեք կայունություն, ունեցեք հերնարաններ եւ այլոց կարծիքը թող լինի բացառապես մեր ոդքասթի տեսքով, որպես այլ կարծիք։ Այսօր այսքանը։ Bye.